Արտիկի Հրանտ Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում բացվել է անվանատախտակ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի անունով գեղարվեստի դպրոցն անվանակոչելու պատվին։ Միջոցառմանը ներկային Արտիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, վարպետ Հրանտ Թադևոսյանը, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Արտիկի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները, հայտնի արվեստագետներ ու մշակույթի գործիչներ։ Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը նշեց, որ դպրոցի անվանակոչությունը հարգանքի և երախտագիտության խոսք է վարպետի ստեղծագործական ուղուն և կարևոր իրադարձություն համայնքի մշակութային կյանքում։ Մեր Բիջախջանը առաջարկությամբ հանդես է եկել, թե Ոսկանյան ինչ կլինի, որ մեր նկարչական դպրոցը անվանակոչենք մեր մեծ վարպետի անունով։ Սիրով ընդունվել է առաջարկը, հետո Արտիկի մշակույթի ներկայացուցիչները, արվեստագետները բոլորը դիմումով դիմել են Արտիկ ավականուն, ավականին է միաձայն որոշում է կայացել ու այսօր այդ ամեն ինչը կյանքի է կոչվել։ Այսինքն քայլ է մշակութային կյանքը զարգացնելու համար։ Անան Ոսկանյանը նաև ընդգծեց համայնքում արվեստի զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը, հավելելով, որ դպրոցի շենքի հիմնանորոգումն արդեն ներառված է համայնքապետարանի օրակարգում։ Լիահույս եմ, որ կառավարության հետ մենք համատեղ դպրոցի հիմնանորոգումը կսկսենք ու կավարտենք։ Էլ ավելի լավ, որ երեկվա Արտիկի գեղարվեստի դպրոցը այսօր արդեն Հրանտ Թադևոսյանի անունով անվանակոչված ճանաչում ունեցող դպրոց կդառնա Հայաստանի Հանրապետությունում։ Վարպետ Հրանտ Թադևոսյանը կարևորել է հայրենի եզերքի հետ իր խոր կապը, նշելով, որ ավանդույթները համայնքի գոյության առանցքն են, այսօրն էլ իրեն ուղղված լավագույն գնահատականներից մեկն է։ Կապը մեծ է լինելու այս իմ աննկարվող դպրոցի եւ իմ մեջ եւ իմ հնարավորության սահմաններում ամեն ինչ կանեմ, որ այս դպրոցի կողքին լինեմ։ Նկարչի ստեղծագործություններում հայրենի բնաշխարհն է իր շքեղությամբ, ինչը պատահական չէ։ Հրաշալի ապրելաձև է, երբ որ բնության հետ ես ու ինքդ էլ ստեղծագործող ես, արվեստագետ ես, ուրեմն այնքան ճիշտ է ընտրածդ մասնագիտությունը ու հոգուտ հարազատ, որ այսպես շտապում ես բարի լույսի հետ դուրս գաս բնություն։ Այսօրը համախմբել էր նաև դպրոցի սաներին և վարպետի ընկերներին, որոնք նույնքան մեծ հպարտություն էին ապրում այսօրը նշանավորելու առիթով։ Առավել պարտավորեցնող է և միաժամանակ ոգեշնչող իրողություն է մեր դպրոցի համար։ Վարպետը մեր համալսարանի պատվավոր պրոֆեսորներից է, որի համար այսօրվա համար մենք բոլորս հպարտ ենք։ Շատ հաճելի է, շատ ուրախ եմ, որ գնահատում եք արվեստագետին կենտրոնության օրոք։ Շատ շնորհակալ եմ, որ այս դպրոցը կա ու շատ ուրախ եմ, որ մեր դպրոցը անվանակոչվեց մեր սիրելի Թադևոսյանից։ Միջոցառմանը հաջորդել է Universart 2026 միջազգային մրցույթ փառատոնում հաղթական տեղեր գրաված դպրոցի սաների պարգևատրման արարողությունը, որը կրկին ընդգծել է դպրոցի ստեղծագործական ներուժն ու շարունակական հաջողությունները։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում իրականացված բարեփոխումներն ու կառավարության վարած սոցիալական պաշտպանության քաղաքականությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցության հրավիրած աշխատանքային քննարկման առանցքում են։ Խորհրդարանում է երկրի սոցիալական ոլորտը ղեկավարող նախարարը։ Արսեն Թորոսյանը մանրամասնում է բարեփոխումների ծավալներն ու կատարված համալիր ծրագրերն ու փաստում, որ սոցիալական ոլորտին պետության կողմից տրամադրվող միջոցներն ամենամեծն են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պորտֆելը, այսպես ասած, շատ մեծ է։ Ըստ էության մեր շահառուներն են մեր բոլոր քաղաքացիները իրենց կյանքի որևէ փուլում եւ դա չափազանցություն չէ։ Մենք ունենք 100,000-ավոր 660,000-ից ավելի նպաստառուներ, կենսաթոշակառուներ եւ այլ տեսակի ծառայություններից օգտվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Նախարարը նախանդրադառնում է կենսաթոշակային ապահովմանը ու որպես թիրախ առանձնացնում կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավումը։ Հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից շատ ավելի կարևոր ծառայություններ մատուցելով։ Այս հարցին կառավարությունը վերջի տարիներին անդրադառնում է լուծելու իմաստով նորարարական գործիքներով, որը մեր հետ վճարն է, որը մինչ հունվարի 1-ը եղել է 12% եւ մինչեւ 6,000 դրամ, հիմա արդեն հունվարին դարձել է
20% մինչև 10,000 դրամ։ Ամփոփելով կենսաթոշակների հատվածը Թորոսյանը փաստեց, մինչև վճարը պետությունը մի քանի անգամ բարձրացրել է նվազագույն կենսաթոշակները։ Շահառուներն այն քաղաքացիներն են, որոնք չունեն մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ եւ 65 տարեկանում ստանում են ծերության նպաստ։ Կազմում է 36,000 դրամ, նախկինում դա եղել է 16,000 դրամ, այսինքն մենք այդքանով բարձրացրել ենք այդ կենսաթոշակները եւ միջին կենսաթոշակը առանց հետ վճարի հիմա վերջի տվյալներով 25 թվականի 4 կիսամյակի դե 26-ին պարզը չունենք, կազմում է 49500 դրամ, որի վրա կարող է ավելանալ այդ պոտենցիալ 10,000 դրամը։ Երկրում նվազել է գործազրկության մակարդակը Թորոսյանը հաջորդ ասպեկտով էլ ներկայացնում է աշխատատեղերի դինամիկ աճի թվերը։ 2018 թվականին ունեցել ենք 92564 ընտանիք մեր անապահովության համակարգում հայտնի փարոսում, հա։ Մենք հիմա ունենք 48778 ընտանիք, մոտավորապես կեսը, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները դուրս են եկել ըստ էության աղքատությունից։ Սրա մասին է խոսում նաև մեր միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրող եւ գործազուրկ քաղաքացիների թվերը, որը նույնպես մոտավորապես կիսով չափ նվազել է։ Խմբակցության քարտուղարի դիտարկմամբ չնայած աշխատատեղերի առկայությանը մարդիկ այնուամենայնիվ աշխատանք են փնտրում։ Ինչու՞մ է կայանում խնդիրը, այս հարցադրմամբ է Արթուր Հովհաննիսյանը դիմում նախարարին։ Ես խնդրում եմ ձեզ որպես նախարար ներկայացնել այս իրավիճակը, ինչու է այսպես, եւ նաեւ սրա հետ նաեւ կխնդրեմ նաեւ խոսենք միջին աշխատավարձի մասին, եւ ինչ է անում նախարարությունը, որպեսզի այս թափուր աշխատատեղերը մեր աշխատանք փնտրող քաղաքացիները վերջի լրացնեն։ Մենք այս պահին մեր միասնական սոցիալական ծառայության կենտրոններում ունենք գրանցված մոտ 3000 թափուր աշխատատեղ, բայց նաև ես ձեզ ցույց տվեցի, որ ունենք նաև 30,000-ից ավել գրանցված գործազուրկ, հա։ Այստեղ հիմնական խնդիրները շատ են, բայց հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործ փնտրողները աշխատատեղի հետ։ Տրանսպորտի հասանելիության խնդիր կա, մենք չպետք է վարանենք դրա մասին, ասել է, որ մի գյուղում կա աշխատատեղ, մեկ ուրիշ գյուղում կա աշխատող եւ ինքը հասնելու խնդիր ունի, աշխատավարձի ցածրության այդ խնդիր կա, բայց այստեղ նաև հարց է ծագում, ասենք գործազուրկին առաջարկում ես այդ ցածր աշխատավարձով, օրինակ 100,000 դրամով աշխատատեղ, ինքը հրաժարվում է, բայց ինքը չունի աշխատանք։ Իսկ այստեղ ուրիշ հարց է ծագում, ուրեմն ունի այլ եկամուտ միգուցե։ Ըստ նախարարի երկրում նվազել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը։ Պատգամավորների հարցերից անմասն չէին սահմանամերձ համայնքներում բնակապահովման ծրագրերը։ Վերջերս մենք խմբակցությամբ նաև այց ունեինք Տավուշի մարզ եւ մենք տեսանք ու մեր աչքով համոզվեցինք, որ այս ծրագիրը չափազանց արդյունավետ ծրագիր է եւ շատ մեծ պահանջարկ ունի։ Շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է եւ ուզում եմ նաեւ հետաքրքրվել այս ծրագրի ճակատագրի հետ կապված արդյոք շարունակվելու է ինչքան ժամանակ է շարունակվելու կոնկրետ որ սահմանամերձ գյուղերն են հայտնվելու այս ծրագրի շրջանակներում։ Սահմանամերձ բնակավայրերում բնակարանով ապահովման ծրագրով այսօր ունենք 2384 հաստատված դիմումի պատասխան նշում է նախարարն ու ընդգծում։ Կան համայնքներ, որտեղ կառուցվել է շուրջ 300 տուն։ Խոսելով անելիքների մասին Արսեն Թորոսյանը ներկայացնում է առաջիկա ծրագրերը։ Շահառու խմբերը 3-ն են լինելու։ Քաղաքացիներ, որոնք որ ցանկացել են, բայց չեն հասցրել օգտվել, գյուղեր, որոնք այդքան էլ շատ չեն կառուցել, բայց կարող են կառուցել, համաչափ զարգացում, եւ մի կարևոր ուղղություն էլ, որը մենք ուզում ենք սինխրոնացնել մեր այլ գերատեսչությունների եւ այլ քաղաքականությունների, դա նոր դպրոցներն են։ Մենք գիտենք, որ ունենք կառուցվող շատ հարյուրավոր դպրոցներ, նաև այնպիսի համայնքներում, որոնք պարտադիր չլինեն սահմանամերձ, այսինքն իրենք կարող են ցանկացած տեղ։ Իդեպ մի նման օրինակ կա, դա Վայքի Գոմք համայնքն է, Գոմք բնակավայրն է, որտեղ էլի կա մեծ դպրոց եւ այդ գյուղի համար բացվել է ծրագիրը եւ աշակերտների առումով եւ ուսուցիչների ընդունված ձևաչափի համաձայն խմբակցության հրավիրած աշխատանքային քննարկումներում հնչեցվում են նաև քաղաքացիներից նախապես ստացված հարցադրումները։ Պարոն Թորոսյան, քաղաքացիները հետաքրքրվում են աշխատաժամանակի կրճատման հետ կապված այդ քննարկվող նախագիծը ընդհանուր առմամբ ինչ փուլում է եւ արդյոք մենք դրան անդրադառնալու ենք թե ոչ։ Այս պահին փոփոխություններ չունենք, աշխատում ենք այնպես, ինչպես նախատեսված է մեր աշխատանքային օրենսգրքով, ես կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք աշխատելու
ոչ թե չաշխատելու վրա։ Գլխադասային հանձնաժողովի նախագահն էլ անդրադարձավ նախարարության թեժ գծի գործունեությանը։ Նախարարության թեժ գիծը լավ չի աշխատում։ Ասեմ ինչի լավ չի աշխատում, որտեվ մենք ընդունել ենք անցյալ տարի 762,878 զանգ, իսկ մենք սպասարկել ենք, կարողացել ենք պատասխանել ընդամենը 386,000-ին։ Դա տարբեր պատճառներ ունի, մենք փորձում ենք այդ տարբեր պատճառների հետևից գնալ։ Պատճառներից մեկ, բավարար քանակով օպերատորներ չունենք, պատճառներից երկու, այդ բավարար այդ օպերատորները շատ երկար են խոսում, երբեմն ինֆորմացիայի հասանելիություն չունեն, սկսում են տարբեր իրենք զանգել, տարբեր տեղեր մինչև ճշտել։ Տարբերակ մյուս տարբերակը մեր օպերատորները հմտություններ լավ չունեն, որը փորձում ենք ելի զարգացնել։ Երրորդը ավտոմատացումն է։ Քննարկումներից անմասն չէր հունվարից ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին վերաբերող հարցը, իրողություն, որը Էմմա Պալյանի փոխանցմամբ տարբեր կերպ է շահարկվում։ Եվ օրինակ ընդդիմադիրները շատ են շեշտում, թե 10,000 դրամով թոշակը բարձրացնելն ավելի արդյունավետ էր, քան ապահովագրության համակարգի ներդրումը։ Ես չգիտեմ ով ինչ է ասում եւ ենթադրում եմ իրանց լսող էլ չկա։ Բայց մեր քաղաքացին այս մաշկի վրա են զգում առողջության ապահովագրությունը մեր երկրի անկախ պատմության ընթացքում առողջապահական համակարգում իրականացված ամենալայնածավալ բարեփոխումն է եղել։ Ավարտին Հայկ Կոնջորյանը փաստում է էժանագին մանիպուլյացիաների հեղինակները ժամանակին զբաղվել են թալանով, պատգամավորը հորդորեց կատարված ու կատարվող աշխատանքների մասով հանրային կոմունիկացիաներում լինել ակտիվ, որպեսզի վակում չառաջանա եւ դա չլցվի քարոզչական կեղծիքներով։ Երկրի առաջընթացին միտված գործընթացները դրանք լավարկելու ուղիները իշխող խմբակցության ամենօրյա աշխատանքի տիրույթում է։ Այս արձանագրմամբ էլ ավարտվեց մի քանի ժամ տևած աշխատանքային քննարկումը։ Բանակում շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել օրինապահության եւ կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում։ Սրա խոսուն վկայությունն այն փաստն է, որ 2025 թվականի ընթացքում բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ռազմական ոստիկանությունն ամփոփեց անցած տարին, նկատելով, որ սա թերևս բանակի պատմությանն աննախադեպ, բայց ոչ բավարար ձեռքբերում է։ Պետք է քայլեր ձեռնարկել նաեւ քաղաքացիների շրջանում ապօրինի պահվող զենք զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ։ Զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկելու ենք ակտիվ միջոցառումներ։ 2026 թվականը հայտարարվել է զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի։ Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ենթականերին ցուցում տվեց, արդյունքներով չպետք է բավարարվել։ Անհրաժեշտ է շարունակել գործուն քայլերը բանակում սպա զինվոր կանոնադրային հարաբերություններն ամրապնդելու, իսկ արատավոր բարքերն արմատախիլ անելու ուղղությամբ։ Կանոնադրային հարաբերությունների եւ միջանձնային բարքերի բարելավման նպատակով մենք 2026 թվականը հայտարարել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի եւ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր եւ քրեացին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը։ Ռազմական ոստիկանությունը մշակել է եւ արդեն իսկ զինված ուժեր է ուղարկել տվյալ արատավոր երևույթի դեմ պայքարի համար մղվող տարբեր միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն զինված ուժերում։ Դրանց հետևանքների հետ կապված տարբեր տեսակի միջոցառումներ պետք է անցկացվեն զինված ուժերում, զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի տվյալ զինծառայողը, սպաները եւ ընդհանրապես բոլորը զինված ուժերում հասկանան, որ դա արատավոր երևույթ է, դա դատապարտելի երևույթ է։ Ինչպես նախորդ տարիների ընթացքում այս տարի եւս ռազմական ոստիկանությունը կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում հնարավոր հանցագործության դեպքերը բացառելու ուղղությամբ։ Հենց այդ նպատակով ռազմական ոստիկանության ծառայողները զորակոչից սկսած առանձնազրույցներ են ունենում տղաների հետ։ Հոգեբանական թեստերի միջոցով փորձում են գտնել խոցելի զինվորներին, որոնք այս կամ այն կերպ կարող են ներգրավել կամ խոցելի լինել հնարավոր հանցագործության համար։ Գնդապետ Լևոն Գրիգորյանը 2025 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության լավագույն բաժին ճանաչված Աբովյանի բաժնի պետն է։ Պատմում է, որ զորամասեր ու բանակային դիրքեր հանկարծակի ստուգումների ընթացքում ռազմական ոստիկանները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես Պաշտպանության նախարարի հրամանով հաստատված օրվա կարգացուցակի պահպանմանը, փորձում են հայտնաբերել նաև արգելված իրեր։ Ժամկետային զինծառայողների կարգապահությանը ուղիղ ազդեցություն է ունեցել կարգապահական տուժը, որը հաշվարկվում է ծառայությանը, ու կարգապահական կոպիտ խախտում կատարելու դեպքում ժամկետային զինծառայողը համապատասխան օրերով գտնվում է կարգապահական վաշտում, որը հետագայում հաշվարկվում է իր ծառայության, այսինքն ավել է ծառայում։
Կարգապահական խախտումներ արձանագրելու դեպքում ռազմական ոստիկանությունը համապատասխան միջնորդագիր է ուղարկում տվյալ զորամասի հրամանատարությանը։ Նշանակվում է ծառայողական քննություն, որի արդյունքով էլ որոշվում է, թե տվյալ զինծառայողը կամ սպան ինչ տույժի պետք է ենթարկվի։ Ռազմական ոստիկանության գնդապետը վստահեցնում է, իրենք վերահսկում են նաև ծառայողական քննության ընթացքը, օբյեկտիվ անաչառ եւ հավասարության սկզբունքով բոլորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար։ Շնորհակալություն, լավ ամեն ինչ։ Հմայակ Մարտիրոսյան նորեր առաջ է վիրահատվել Նոր Քմարաշ բժշկական կենտրոնում։ Սրտի խնդիրները նոր չեն սկսվել, պարզապես չի պատկերացրել, որ խնդիրն այդքան լուրջ է։ 74-ամյա Հմայակին մարզավիճակն է օգնել ոտքի վերամնալ։ Ամբողջ կյանքը սպորտի մեջ անցել, ջրագնդակի մասնագետ։ Սպորտսմեն, հետո մարզիչ, հիմա էլ շարունակում է աշխատել, միշտ ակտիվ կյանքով է ապրել, երբևէ չի մտածել, որ սրտի խնդիրները մի օր վիրահատարան կհասցնեն։ Հունվարի վերջին շտապօգնության ծառայությունն է հիվանդանոց բերել։ Մի քանի օր նախապատրաստական գործողություններից հետո արդեն ամսի 30-ին հիվանդը ենթարկվել է բաց սրտի վիրահատության, իրականացվել է 4 աունտի շունտավորման, այսպես ասած, շրջանցման վիրահատություն, ռեանիմացիոն բարեացող շրջանով, որից հետո հիվանդը արդեն հետվիրահատական պալատում է եւ կարծում ենք, որ ամեն ինչ տրամաբանության մեջ է, խնդիրներ չկան եւ կարծում ենք, որ շուտով հիվանդը արդեն պատրաստ կլինի տուն գնալու։ Բան չմնաց։ Ուժեղ կամքի տեր մարդ է, ոչ միայն լավատես, այլև իրատես։ Սրտի վիրահատությունը թանկ արժե, բայց տարեսկզբից առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ եւ հիվանդի հարազատները եւ մասնագետները կարողացել են առանց ֆինանսի մասին մտահոգվելու խնդրին արագ լուծում տալ։ Դա շատ մեծ օգնություն է։ Մեծ օգնություն է։ Ճիշտ է, մարդիկ ոնց լինի ելքը կգտնեն, բայց ինչի միջով կանցնեն, դա Աստված գիտի։ Կան հիվանդներ, ովքեր դիմում են այս շրջանում, երբ որ հետադարձ նայում ենք հիվանդի բուժարոյի հիվանդության պատմությանը, ակնհայտ է, որ ավելի շուտ կարող դիմել, հավանաբար ֆինանսական որոշ պատճառներով խնդիրներ ունեցել եւ հիմա է դիմում, եւ նման պացիենտների թիվը, բուժարոների թիվը քիչ չեն։ Համընդհանուր ապահովագրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն բժշկի դիմել մինչև դանակը ոսկորին հասնելը եւ բացարձակ չմտածել, որքան արժե բուժումը կամ վիրահատությունը, այլև ընտրել այն մասնագետին, որին ավելի են վստահում։ Ապահովագրությունից օգտվելու համար նախ պետք է դիմել պոլիկլինիկայի բժշկին, ստանալ ուղեգիր, հետո գնալ նախընտրած բժշկական հաստատությունը։ Սրտաբան վիրաբույժը բուժառուների այսպիսի ակտիվություն չի հիշում։ Անշուշտ նման փոփոխությունը համակարգում բավականին լուրջ դրական էֆեկտ պետք է ունենա եւ սա մեծ առաջընթաց քայլ է մեր բժշկական համակարգի համար։ Մեկը հնարավորություն ունի, մեկը չունի, մեկը մի քիչ ավելի շատ կամ պակաս, դա բավականին թանկ արդյունք է։ Մոտ 2.5 միլիոն դրամ է Հմայակ Մարտիրոսյանի վիրահատության արժեքը, հետազոտություններից մինչև վիրահատություն ապահովագրությունն է հոգացել։ Թանկ արժեք են նաև ակնաբուժական ծառայությունները։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ֆինանսական խնդիրների պատճառով չեն դիմել բժշկի, անգամ տեսողությունը աստիճանաբար կորցնելու եզրին։ Կոնկրետ եթե խոսենք տարիքային կատարակտայից, դիմում են մարդիկ, որոնք արդեն տարիներ շարունակ չեն տեսել, քանի որ բավական թանկարժեք բուժական միջամտություններ են, իրենց թույլ չեն տվել անելու։ Հիմա բավական թեթև են մեզ դիմում, որովհետև ծախսերը իրենք չեն հոգում, որոշումը կայացնում են ինչ-որ մի գործողության օգտին, վիրահատության օգտին, բուժման օգտին, ոչ թե հակառակը, քան նախկինում էր, գնանք, մտածենք, փող հավաքենք։ Ապահովագրությունը ամեն դեպքում շատ լավ էր, որտեղ ոչ մի բանի համար ոչ մի լումա չեմ վճարել։ Նառա Հովհաննիսյանի աչքը 3 տարի առաջ է վնասվել, թեթև բուժօգնության է դիմել։ Մի քանի ամիս առաջ խնդիրը սկսել է լրջորեն անհանգստացնել, բայց բժշկի է դիմել միայն այս տարվա հունվարից։ Մի կողմից վախն է հետ պահել, մյուս կողմից ֆինանսական հարցերը։ Մի քիչ բարդ էր, իմը սովորական ոսպնյակի փոխում չէր, կարծոք պիտի տեղադրեին նոր ոսպնյակը մեջ է, այսինքն ահագին վնասված էր էլի։ Մի քիչ ավելի երկար տևեց սովորական ոսպնյակից։ Սոց ցանցերում կարդում եմ, որ ասում են միտեղ գումար են ուզել, միտեղ ակնարկել են, ես նմանատիպ ոչ մի խոսակցություն ստեղ չեմ լսել։ Իմ միակ ծախսերն է, որ տրանսպորտով եկել եմ Երևան։ Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղից է մայրաքաղաք հասել, բարեհաջող վիրահատվել է, տուն է գնում։ Հունվար ամսից նկատվում է հիվանդների քանակի ավելացում, մոտավորապես 1.5 անգամ։ Շատ են արդեն եւ շատացել են դիմողները մարզերից։ Դա առավելություն է տալիս պացիենտներին, քանի որ վիրահատության համար արդեն վճարում է ապահովագրությունը, ընտրել եւ կլինիկան, եւ բժշկին, եւ հաճախ գումարը չբավականացնելու դեպքում չեն փնտրում ավելի մատչելի տարբերակ վիրահատվելու։ Տարեսկզբից պոլիկլինիկա է դիմել ավելի քան 370,000 քաղաքացի, ուղղորդվել ըստ կարիքի։ Ընդհանուր 426,000-ից ավելի մարդ է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը փորձում է առավելագույնս օգտագործել երկրի ռազմավարական դիրքը եւ այդ նպատակով զարգացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը։ Նրա խոսքով Վրաստանով տարանցումը յուրահատուկ դեր է կատարում երկրի տնտեսության զարգացման գործում, հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի եւ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Ներկայում իրականացվում է լայնածավալ նախագիծ կառուցելու արևելք-արևմուտք մայրուղու մի մասը, որը Վրաստանի միջոցով կապում է Ասիան եւ Եվրոպան, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան տանող հյուսիս-հարավ մայրուղին։ Կոբախիձեն նաև հայտնել է, որ մինչև 2030 թվականի վերջ նախատեսվում է ավարտել Թուրքիայի սահմանից մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ տանող ճանապարհների գրեթե բոլոր հիմնական հատվածները։ 2026 թվականի բյուջեում նշված կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է ամբողջությամբ ավարտել Ռուսթավի Կարմիր կամուրջ եւ Ալգետի Սադախլո հատվածների շինարարությունը, որոնք տանում են դեպի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններ, ինչպես նաև կառուցել Թուրքիայի սահման տանող Բաթումի Սարպի ճանապարհը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի իր պաշտոնակից Հաքամ Ֆիդանի հետ հեռախոսազրույցում մտքեր է փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են համագործակցությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև երկկողմ դաշինքի շրջանակներում, համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում եւ բազմակողմ հարթակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունները կշարունակվեն, եթե Թեհրանը գա եզրահանգման, որ Վաշինգտոնը լրջությամբ է մոտենում Իրանի միջուկային խնդրի բանակցային լուծմանը։ Արաղչին եւս մեկ անգամ շեշտել է, Իրանը երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու, այդ թվում ուրանը հարստացնելու իր իրավունքից։ Նրա խոսքով բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, արդյոք մյուս կողմն այս հարցին լրջությամբ կվերաբերվի։ Մենք ուշադիր հետևում ենք եւ գնահատում բոլոր նշանները, որոշելու համար արդյոք շարունակում ենք բանակցությունները, նշել է դիվանագետը հավելելով. ԱՄՆ-ի անիրատեսական եւ անխոհեմ պահանջներն իրական խոչընդոտ են ներկայացնում։ Արաղչին եւս մեկ անգամ կրկնել է, Իրանը միջուկային զենք ստեղծելու որևէ մտադրություն չունի։ Իր հերթին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Օմանում փետրվարի 6-ին տեղի ունեցած անուղղակի բանակցությունները քայլ էին դեպի առաջ։ Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսայի մարզին, վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Խարկովի մարզում բնակելի տանը հարվածի հետևանքով զոհվել են 1 կին եւ 10 տարեկան տղա, եւս 3 մարդ վիրավորվել է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում էլեկտրամատակարարման եւ ջեռուցման հետ կապված բարդ իրավիճակը պահպանվում է։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Բելգորոդի մարզում տասնյակ հազարավոր բնակիչներ մնացել են առանց ջեռուցման։ Մարզի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել բնակիչների մի մասին տեղափոխել այլ շրջաններ։ Ավելի ուշ գազամատակարարումը վերականգնվել է։ Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Սանաե Տակայիչիի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը պատմական հաղթանակ է տարել։ Այն խորհրդարանի 465 տեղանոց ստորին պալատում կունենա 316 մանդատ։ Սա 1947 թվականից ի վեր առաջին դեպքն է, որ Ճապոնիայի խորհրդարանում մեկ կուսակցությունը ստանում է աթոռների 2/3-ը։ Կոալիցիոն գործընկեր Ճապոնիայի նորարարական կուսակցության հետ միասին Տակայիչին ստորին պալատում կունենա 352 տեղ։ Ճապոնիայի առաջին կին վարչապետ Տակայիչին արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր հայտարարել պաշտոնը ստանձնելուց ընդամենը մի քանի ամիս անց։ Նա խոստացել է նվազեցնել հարկերը, զարկ տալ երկրի տնտեսությանն ավելի մեծ ծախսերի միջոցով եւ ամրապնդել անվտանգությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ աջակցություն էր հայտնել Տակայիչին, շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ։ Տակայիչին շնորհավորանքներ է ստացել նաեւ Հնդկաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Մալայզիայի, Սինգապուրի եւ այլ երկրների ղեկավարներից։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենքզինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ, միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց
անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ ուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք զինամթերք եւ թմրամիջոցներ։ Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները դեռևս անցած տարվա նոյեմբերին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի Գագարին, Ծաղկունք եւ Լճաշեն գյուղերի բնակիչ մի խումբ տղամարդիկ ապօրինի պահում են զենք զինամթերք եւ թմրամիջոցներ։ Նոյեմբերի 15-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տեղեկությունն ի վերջո հաստատվեց, ճշտվեց կասկածելի անձանց շրջանակը։ Փետրվարի 4-ին դատարանի որոշմամբ քննչական կոմիտեի ծառայողները քրեական ոստիկանների եւ համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ 11 անձանց բնակության վայրերում կատարեցին խուզարկություններ։ Սևանի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց նռնակ եւ փամփուշտներ, Սևանի բնակիչ 29-ամյա տղամարդու տանը թմբուկավոր ատրճանակ, տեղնականաչավուն զանգված եւ կանեփի սերմ, Ծաղկուն գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու տանը կանեփի 22 ցողուն, մոտ 2 կիլոգրամ քաշով, կանեփի սերմ 620 գրամ կանեփի նմանվող զանգված, նաեւ ավելի քան 11 կիլոգրամ չորացված մանրացված զանգվածներով լցված 32 տարա, իսկ Լճաշենի բնակիչ 49-ամյա տղամարդու տանը հայտնաբերվեց մոտ 288 գրամ մանրացված կանեփանման զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։